Հոկտեմբերի 21-ն այսա Տավուշի մարզ հաղթանակ բնակավայրում է, ստեղից կարելի ասել սկսում է բեռնատարների կանգնած են Ստեղից չեն կարող մեթան, էլի։ Վանաձոր Պտղավան հաղթանակ բնակավայրի վարչական տարածքում Բալի ժողովուրդ ջան, գոնե պերիրի վարել եք երեկվանից քանի օր աստեղ եք։ Քեզ են սպասում է, ասին բաս կբերես։ Բալի ժողովուրդ ջան, կառավարությունից չեն եկե։ Հիմա ինչ պետք է անեք, այ ժողովուրդ ջան։ Ինչ եղնելու է եղել, հա, Երը պրծել արդեն, շան։ Ո ջան։ Hey, Gago ջան։ Ավտոները արդեն երևի 5-6 կիլոմետր շարված Այդտեն շարված է, չէ։ 5-6 կիլոմետր շարված են այդտեղ։ Բա ինչ են ասում։ Ոչ կանալս էս կայդակ։ 10 կիլոմետր շոտ կլի վարկային ասել։ Դες ο κάνεις եկել եմ 5 կիլոմետր կլի։ Շանսան կարամ ես, ավտանամ տենաս, դեպար։ Հոկտեմբերի 21-ն է երեկվանից հարյուրավոր բեռնատարների վարորդներ, ովքեր երկար տարիներ շարունակ առանց խոչընդոտի
գնացել են Ռուսաստանի Դաշնություն, սակայն վերջերս Ռուսաստանի Դաշնությունում չգիտես որ մի ծալապակասի մտքով անցել է, որ պետք է բեռնատարի վարորդները 90 օր, չէ, 90 օր մնան այնտեղ, մինչդեռ դա արդարացի որոշում չի, երեկվանից վարորդները կանգնել են այստեղ, չեն կարողանում երթևեկեն ու դիմել են կառավարություն, սակայն Ժորժ, դե կառավարությունից ոչ մի արձագանք։ Սակայն կառավարությունից ոչ մի արձագանք։ Այն որ ասում է վարորդները հայտնվել են հայտնի Արթին Պապի օրինակում կերպարում, այն որ նամակագրում Արթին Պապը ռուսաց թագավորին ու այդ նամակը նոյի ագրավա դառնում չկա ու չկա։ Հիմա Ժողովուրդ ջան, խնդրում եմ առանց իրար խանգարելու համառոտ ներկայացրեք, էլի։ Հոստա օբելիկ։ Ռուսաստանի Դաշնությունը արդեն ասացին 90 օրով օրենք հանձնել, ոչ մի հայ ֆուրի վարորդ 90 օրից ավել չի կարող գտնել Ռուսաստանի Դաշնության տարածքում, իսկ այսօր բոլոր հայ ֆուրի վարորդների ժամկետը 90 օրը անցել է։ Այսինքն, եթե ոչ հիմա, ապա հաստատ մյուս ռեսին բոլոր հայ ֆուրի վարորդներին դեպորտ են անել։ Արդեն կեսին արել են։ Մենք տեղեկացանք, որ մի մասին արել են։ Պահանջը կառավարությունից էնա, որ հնարավորինս շուտ այդ հարցին լուծում տրվի կամ ԵԱՏՄ մակարդակով կամ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Մենք չենք։ Ժորժ չեք կարծում, որ կառավարության այդ համապատասխան նախարարները ոչինչ էլ չեն կարող անել։ Միակ հույսը, որ հնարավոր է այս հարցը լուծի վարչապետը Պուտինի մակարդակով։ Կարծում ենք, որ կարա տենց էլ լինի, այսինքն մեր վարչապետն ու Ռուսաստանի Դաշնության նախագահը ասում են, որ ամսի 24-ին նիստ ա լինելու, ԵԱՏՄ նիստ ա լինելու, ԵԱՏՄ նիստի ժամանակ այդ հարցերը քննարկվելու են, հնարավոր է եւ լինեն դերական պատասխաններ, այսինքն 90 օրը կամ երկարացնեն, կամ դեպորտ չանեն, մենք չենք կարող ասել։ Բայց հիմա մեզ հետաքրքրում է նաև մյուս հարցը, որ հենց այս բանի, մինչև ամսի 24-ը էլի շարունակելու են մեր վարորդներին, ովքեր որ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, նորից դեպորտ անել։ Ու շատ կարևոր, մենք կարանք մինչև ամսի 24-ը սպասենք, բայց այն կողմում կանգնած վարորդները չեն կարող այդքան սպասեն։ Գոնե, եթե մինչև ամսի 24-ը այդ հարցը չի լուծվելու, գոնե ժամանակավորապես սառեցնեն այդ որոշումը, որպեսզի մեր հայ ֆուրի վարորդները, որոնք որ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, առանց խոչընդոտ գան հասնեն Հայաստանի Հանրապետություն։ Իսկ եթե 24-ից հետո, ամսի 24-ից հետո այդ հարցը լուծում չստացավ, ինձնից սկսած վերջացած ամենավերջի ֆուրի վարորդով, լոգիստով, փոխադրում իրականացնող ցանկացած անձով։ Մենք ձեզ խոստանում ենք, որ պոլարիզացնելու ենք բոլոր ճանապարհները Հայաստանի Հանրապետություն։ Բոլորս միասին։ Հիմա ոչ մենակ ստեղ եք, այլ մյուս մաքսը Եվ Բաղրայի անցակետում, եւ Գոգավանի անցակետում։ Հիմա ոնց տեսակ մենակ մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, դա մենք ենք ցանկացել, որ բաց պահեն, մեզ չեն ստիպել, որովհետեւ մարդիկ մեղավոր չեն։ Մեր ձայնը ուզում ենք լսելի սարքենք բոլորի համար ու պատասխան ենք սպասում կառավարության անդամներից։ Բայց միջև այս պահ Կառավարությունից ընդհանրապես զանգերով կամ ինչ-որ տարբեր մարդկանցով ասում են, որ հարցով զբաղվում են, շատ պատշաճ մակարդակով, բայց մենք հարցի լուծում դեռ չենք տեսնում։ Ինչպես նաև կցանկանայի ասել Վրաստանի պահով, տեսեք, ուրեմն երեկվանից Վրաստանի Հանրապետությունում կարելի է ասած անխնա բոլոր հայ ֆուրի վարորդների վրա շատ մեծ ճանապարհային ակտեր են գրում, խոսքը $2000 Նախկինում նման բաներ չի եղել, չէ՞։ Նախկինում նման բաներ չի եղել երբևիցե։ Երեք մի քանի հայ ֆուրի վարորդի վրա 5000 ու ավելի դարի ակտ են գրել։ Իսկ ինչ են պատճառաբանում։ Պատճառաբանություններից մեկը օրինակ եւ դիմապակու վրա ճաք կա, կամ օրինակ անվադողը թեթև մաշված է, այսինքն մենք չենք կարող ասենք խի ատենց, խի հենց երեկվանից սկսեցին տենց բաներ անել, միջև հիմա ես վստահ եմ, որ նման պահված չի ցուցաբերել Վրաստանի Հանրապետությունը մեր հայ ֆուրի վարորդների հանդեպ։ Կցանկանայինք այդ մասով էլ ուշադրություն դարձնել, զբաղվեին այդ խնդրով, այստեղ մենակ խնդիրը ռուսը չի կամ ԵԱՏՄ պետությունները չեն, Վրաստանն էլ է։ Վրաստանի Դաշնությունն էլ այսօր սկսել է հայ ֆուրի վարորդների համար շատ
շատ լուրջ Վրաստան խնդրեմ ռուսու վրաստին զեն են տվել էլի։ Հիմա հարգելի կառավարություն, լսեցիք վարորդների արդարացի պահանջը, ինձ թվում է պետք է վարկյաններ առաջ կարճ ժամանակում խնդիրը լուծվի, հակառակ դեպքում են որ ասպա գյուղ կանգնի գերանքը կոտրի, հետո չասեք, թեխի այսպես եղավ, այնպես եղավ։ Մարդկանց պահանջը ոչ թե քաղաքական է, այլ սոցիալական, ինչը բխում է առաջին հերթից հարյուրավոր վարորդների շահերից։ Իմացեք, որ այս վարորդների ամեն մեկի թիկունքում կա կին, երեխա, տարեց ծնողներ ու այս ամենը առաջին հերթին հարգելի կառավարություն դուք արեք, որպեսզի այդ ընտանիքները վաղը մյուս օրը չդառնան գործազուրկ, հետո չգան կառավարության դեմ բողոքի ակցիա անեն, փորձեք սկսեք արդարանալ, թե դեմ են կառավարության կողմից կատարված բարեփոխումներին։ Բարեփոխումներից մեկն էլ մարդիկ հստակ առաջարկում են բանակցություններ վարեք Ռուսաստանի Դաշնության ձեր գործընկերների հետ եւ հավատացած եմ, եթե ջիգարով ժողովրդի լեզվով ասած մի քիչ ջիգարով կպնեք, խնդիրը կլուծվի։ Ժողովրդը մի բեռնատարները ստեղից մոտավորապես քանի կիլոմետր ատենց գնում, իրա չխանգարենք։ Այստեղ կայնացայից 250-ից ավել ֆուր։ Շատ 300-ից ավել։ 300 լինի, մոտեցի ես ասում ժամ ու կեսվա բան, ու ամեն րոպե, ամեն 20 րոպե մեջ այդտեղ ֆուրերը թարմանում են, շատանում։ Հիմա մեր խնդիրը նաև այն է, որ մենակ էս 90 օրը չերկարացնեն անեն 180 օր։ Մենք ունենք այստեղ դեպորտարած մարդիկ, որ այդ հարցն է։ Այդքսավ դամ ճիշտը նախկինում ոնց որ որեղել է, այդի լինի։ Շամշան ջան, շատ ներողություն, մի հատ sense բան ասեմ։ Էսի, ասենք մի օրվա, ասենք մտածված հարց չէ, էսի կանխա մտածված Ռուսաստանի կողմից հարց է, որ մեր տրանսպորտը կանգնի 90 օրը ինչ է, 2-3 ռեսում հերթերի մեջ դա կորելու է գնա, չենք հասնելու, 2-3 ռես անենք, նայել մնալ է։ Ձմերը, որ ձմերը լինում է 15-20 օրով մի ամսով էթում ես։ Մի րոպե ժողովուրդ ջան, 10-20 օրը դու ձունը դրես, մենք ինչքան ենք Լարսի քուչեկը մնալու, Վրադի Կավկազի քուչեկը։ 20-30 օրը մնալու ենք Վրադի Կավկազի քուչեկը, մեր հետ 90 օրը անցնի հետի մեկ։ Երկրորդ այսի Ռուսաստանի կողմից քաղաքականությունը մի քիչ, բայց ինչ բնականն է, դա բարոյականն է, պետք է ասեմ, արտահայտեմ։ Մնացված սա արել են նրա համար, որ իրանց տրանսպորտը աշխատի, իրանց մոտ աշխատանք չկա։ Իսաղ Եվրոպա փակ է, իրանց տրանսպորտը կանգնած է։ Ուզած չուզած մեր տրանսպորտը 90 օրվա մեջ կանգնելու է, չենք կարողանալու գանք ու վերջ, որ իրանց տրանսպորտը աշխատի, իրանց երկիր մեր փողը կոպիտ ասած, իրանց գրպանները գնա, իրանց ժողովուրդ ապրեն, մենք էլ մնանք սովածը պատերի տակ բոմժի պես։ Կանխա մտածված դարել է, այդ ասեցյա կաբարձյա հլը գնա, ամեն կիլոմետրի մեկ դրել են բան շրամբավով Վրաստանի, 90-ական Վրաստանի պես։ Հետո մայա տերիտորիա, զապրոցիչ պայեզիչ, զապրոցիչ մի պայեզիչ, 10-20-30 հազարով մարդիկ վախում են փողեր են տալիք, որ կան հասնեն տուն։ Մի հատ աջակցություն չունենք, հիվանդանոց պարկած եմ եղել, 7-8 օր արմավիրում, հեսա թղթեր, հեսի ինձնից չեմ անում, 7 հատ ոսկորստը ջարդած, թիկունքս ջարդած, գնացել եմ Մոսկվա, հետ եմ գալի նորից արմավիր, բռնել են տարել են, սուտ ու կես նստել եմ, ուր եմ Մոսկվա եմ զանգում դեսպանատում, պատասխան չկա, հեռախոսի պատասխանով, Ռոստով եմ զանգում, պատասխանով չկա, ակտը գրել են, պրոտոկոլը գրել են, ղրգել են, երկու շաբաթվա մեջ Ռուսաստանի լքել, գալիս եմ սահման ասում, էսի տվել եմ, որ տամ ձեզ ասում, ինչ պետք է լինի սրա հետևանք, ասում դու պրոբլեմ չունես ոչ մի տեսակ, որ դե բռնում են ընդ բոմժի պես նակազատ են անում։ Ռուսական կողմում ու Վրաստանում։ Ռուսական կողմում էլ Վրաստանում իր հերթին։ Այդ էլ մեքենա գոյություն չունի, որ դեֆեկտ չունենա։ Գործանից հելած մեքենան, որ լավ մանգաս, դեֆեկտ չի կարա չունենա։ Բռնում են ամեն չնչի բանի համար գրում են մարդկանց։ Գլոխս թռել էր վրից, ստղեքը զանգ իմացան, որ մտել են Վրաստան, ասում է գիշերով քշի է, ցերեկով էստեղերը չանցնես, բռնելու են նակազատ անել։ Տարվա սկզբից ավտոս կանգնած էր Գեզե տերմինալում, 24 օր կանգնավ։
24 օր կանգնելուց հետո ասեցին հարցերը լուծված է, մեր մեքենաները կոնյակով անխափան եկան գալ։ Հələ միջև հիմա պահում են մեքենաները։ Որ կողմում։ Վրաստանում չի թողում, տրանզիտ հացող ավտոն չի թողում, ասում է լաբորատորիա էքսպերտիզա անում։ Լաբորատորիա էքսպերտիզանը իշմուսակի գարուն գա եւ կանի։ Մարդ ենք, հերը մերնից մարդ ենք, մենք էլ Բեռնատարները սենց ընդեղա, չէ, սենց։ Շատ է, հա։ Հա, բալի ժողովուրդ ջան։ Հա, ավտով գնանք, ավտով եթանք, հա։ Ավտով եթանք էտ։ Ասեն նուրա։ Ես եմ ստեմ, կետան գալի։ Այն ասե։ Մնացել ես։ Դելը մի քիչ ոտով նկարելով եթանք, որ երևա քանի կիլոմետր է։ Մոտավորապես քանի կիլոմետր։ 5-6 կիլոմետր։ 160 ավտո հաշվել են։ Դրանից հետո թարմացել է, կայնում ենք հետևել։ Առաջ առանց խոչընդոտի գնացի եկել է ժողովուրդը։ Սաղս էլ առանց խոչընդոտ են գնացել, վերջից տարիները վրացին իրանա բռնում, փողը վերցնում, ռուսինը լավ կոռուպցիայի մեջ թաղված է շանոյին անում ներկայացնում։ Բալիս։ Արեսյան, թույնքան։ Ոտովն 5 կիլոմետր բարդ է իհալը։ Սենց մոտ 5 կիլոմետր, բեռնատարները շարված, սպասում են, թե կառավարությունից երբ կմոտենան, որ խնդիրը լուծվի։
մի կիլոմետր գնացինք։ Սենց շարված են բեռնատարները։ Բալիս։ Օ! Հետ ալի։ Ամեն ամյատ է բեռնատար եկավ, գնաց է հետ է եք է։ Հենա։ Հեն, քանի օր աստեղ եք։ Երկրորդ օրը։ Բա ինչ պետք է անեք։ Ինչ պետք է անենք, պետք է գնանք Հայաստան տեսնենք ինչ անենք։ Ինչ պետք է արենք։ Մեր վիճակը ինչ պետք է լինի։ Առաջ առանց խոչընդոտի գնացել, եկել եք։ Հաշոֆերին ինչի մար պետք է խոչընդոտվեն։ Բա։ Հարորդին խոչընդոտ դիչներ։ Մենք արդակնա աշխատանքի չենք կրում։ Մենք բեր տանում, բեր ենք բերում։ Ամի Կառավարությունները մենք վիճակել ես պարոն Շամշյան։ Կամաս, ես այս բերնան արնեն տան Թուրքիայի պրեզնեն եմ։ Քան արդեն 300-ից ավել բեռնատար կա։ Հա, ժողովուրդ, քանի օր աստեղ եք։ Քանի օր աստեղ եք։ Մի սուտկայել արդեն համայրա Մի սուտկից ավել։ մենք կոմիտոր գալը մենք ստեց եկե կանել ենք, էլի Շամշան ջան։ Պատրաստ ենք հայլ կայնենք մենակ էս ամեն։ Ինչ ախպեր։ Չենք դեղում կայնելու։ Բայց հարցը լուծվի։ Այ դրան ենք մենք սպասում։ Ու մենակ հարցի լուծում կդնի, ոչինչ, պատրաստ ենք հայլ սես կայնելու։ Իրաց կոյգի հակ կանել ենք։ Այդ գար ցավը կանել, հարս։ Նա ինչ է մնացել։ Սակը սեգար։ Էդ է հարազատներին ստեղ են կրում տենանք։ Ահա։ Ներդի կյանքի։ Ահա։ Շամշան ջան, մեր երկրի վիճակը սրով չէ պիտի բարելավում։ Ժողովուրդը պիտի մտածեն։ Ժողովրդի տներեն ոչխարի տեղ հետնառերը քշում։
Այն Որ ուզեցան մեր ժողովուրդը չաբրի չի ապրել։ Հա։ Էս մի կդոր հասնա, էս է կդրեն, մարդիկ էտան իրանց տունեն նստին։ Տեսնի ինչով դի էս 5-6 հազար հոկանոց ինչով դի գրբաններ են լսնեն։ Ինչի վրա դի նստին։ Բրձավ, ամեն ինչը սաղ է։ Ռոժի գառնում։ հմ Ամեն մի ֆուրնում ելնում դուս մտնում է $200-ից ավել իրանք փող ունեն։ Պետությանը ուզում ես։ Իսկ առաջ sense խնդիր չի եղել։ Ոչ մի խնդիր չի եղել, այն ժամանակ մարդիկ ապահով գնաց եկել են, մի վախենալով, տապ տպելով, գազն արդեն փոխեր են հետ։ Աստված ոչանա, մի հատ էլ գազի ավտոտրակցում, ամբողջ այս ավտոներն են հետը վերացում։ Արդեն մեր եկելից ելնում ենք զովասից մոդելերներ ես թափ տալում են։ Գերի մեջը շատ է ստերեմ շարժովի սայախ։ Հա, հենց շարժված տան է։ Sense բեռնատարներին որ ասում հաշիվ չկա։ Չէ։ Կառավարությունը դիմելա։ Շամշան ջան, կառավարությունը դիմելա։ Ում է դիմել։ Մեզ, Հա։ որ բացեք ձեր հարցը լուծվում է։ Հետո Մեզ միջև 24-ը ասելա ձեր հարցը լուծվում է։ 24-ից եթե մեր հարցը չի լուծվում, մենք նորից արգելափակում ենք բոլոր ճանապարհները, դաժե քաղաքը։ Ոչ թե այս անգամ սենց ենք փակում, այլ բոլոր մեքենաներով, պրինցիպներն անջատում ենք գնանք։ դե դեպքում միջև ամսի 24-ը դադարեցեք։ Դադարեցնում ենք, միջև ամսի 24-ը դադարեցնում ենք։ Դադարեցնում ենք, թող գնանք։ Մեր վրացի աղբերներին էլ բարի ճանապարհ։